Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը Բարեկամություն Պարերի ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր տնօրեն Լուսինե Գևորգյան։ Լուսինե ջան, ո՞նց ես։ Շատ լավ, ուրախ եմ ձեզ մոտ հյուր լինելու համար։ Ես էլ շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ ստուդիայի իմ տաղավարի հյուրն ես։ Ուրախ եմ եւ համոզված եմ, որ շատ հետաքրքիր լավ զրույց ենք ունենալու։ Եվ ծավալուն։ Լուսինե ջան, պատմի մի փոքր պատմի քեզնից։ Որտեղից սկսեմ։ Ծնվեցիր Հայաստան, Երևան, սովորեցիր, բան։ Այո, ծնվել եմ Հայաստանում, մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, հատկապես պարարվեստը մեզ մոտ շատ էսպես ավանդական ժառանգապար փոխանցվում է հայրիկիցս եւ ունենք նորից շատ լավ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ այստեղ, նաեւ Հայաստանում, ովքեր պարով են զբաղվում եւ մենք մեր գենետիկայի մեջ պարը շարունակվում է եւ համոզված եմ շարունակելու է մեր թորներով, ծորներով։ Այդպես էլ կա Վարդանի մոտ տենց է գնում արդեն, շատ լավ, այդ շատ լավ, իհարկե շատ ավելի զարգացրեցիք, ավելի գեղեցկացրեցիք մեր հայկական ժողովրդական պարերն ու ընդհանրապես պարարվեստը։ Կրթությունդ Պարային կրթությունս մանկավարժական համալսարանում եմ եզրափակել եւ նաեւ ավարտել եմ պարարվեստի ուսումնարանում։ Եվ Հովսեփ Շամամյանի մոտ շատ կարևոր դպրոց եմ անցել որպես մանկավարժ, զուգահեռաբար մանկավարժական ինստիտուտում սովորելու տարիներին ընկերոսիկի մոտ դասավանդում էի եւ դա իմ համար ամենամեծ փորձն է եղել աշխատել երեխաների հետ եւ կրթվել դառնալ մասնագետ, մանկավարժ, որը որ ես հիմա օգտագործում եմ եւ կիրառում եմ եւ միշտ շնորհակալ եմ ընկերոսիկին։ Ապրեն իրանք շատ մեծ գործարարեցին, ես հիշում եմ, որ Պարոնյանի թատրոնում, երաժշտական կոմեդիայի թատրոնում են բոլոր այդ պարային բաները ինքներ չէ բեմադրում։ Այո, ճիշտ է։ Պարում էին ինքը Սուրենը չէ, կարծեմ Գանջումյան բանու շատ լավ էր, շատ։ Իսկապես շատ բարձր մակարդակի բեմադրություններ էր անում ներկայացման հետ կապված։ Դու ունես Պարերի ստուդիա, բարեկամություն։ Հենց եկած օրվանից դու անցար հետ քո մասնագիտությանը, քո գործին։ Հայաստանում արդեն դասավանդում էի ընկերոսիկի բարեկամություն մանկապատանեկան համույթում եւ երբ որ տեղափոխվեցինք այստեղ ապրելու ցանկություն կար որ նույն գործով զբաղվեմ, դասավանդեմ երեխաներին եւ ստեղծվեց խումբը հայրիկիս օգնությամբ, նա քաջալերեց ինձ որ կարող եմ դա անել այստեղ, որովհետեւ դրա կարիքը եւ անհրաժեշտությունը կլինի եւ խումբը նորից անվանեցինք բարեկամություն։ Շատ անգամ այսինքն ովքեր որ լսում են անունը, ուզում են հասկանալ ինչու է նորից բարեկամություն կոչվում համույթը։ Ես երախտագիտություն ընկերոսիկի եւ այդ ամենի ես մինչեւ հիմա սերտ կապերի մեջ եմ իր ընտանիքի հետ։ Իրենց իմացությամբ, իրենց թույլտվությամբ, իրանք մեծ ուրախությամբ համաձայնվեցին, որ բարեկամություն լինի մեր ստուդիայի անունը եւ մենք կարծես երկու պարախմբերի մասնաճյուղեր ենք տարբեր երկրներում, մեկը Լոս Անջելեսում, մեկը Հայաստանում, Երևանում։ Հայաստանում ով զբաղվում է դա։ Թորնիկները արդեն մեծացել են ընկերոսիկի, ղեկավարում են կարծում եմ համույթը եւ նաեւ Գոհարիկը, ընկեր Գոհարիկեին ասում իրեն, շատ մեծ գործ են անում եւ շարունակում են ընկերոսիկի ստեղծած այդ գեղեցիկ պարախմբի ճանապարհը։ Հիմնականում հայկական, ժողովրդական եւ ազգագրական պարեր։ Չէ, բարեկամություն համույթը հենց հայտնի էր իր տարբեր ազգերի պարերի բեմադրություններով, իր նաեւ ժողովրդական, հայկական լավ գեղեցիկ, շատ գեղեցիկ ծրագիր ուներ եւ ինչպես դուք նշեցիք, ընկերոսիկը հայտնի է Հայաստանում որպես պարահանդեսային պարերի հիմնադիր։ Այսինքն հիմքը ընկերոսիկն է դրել պարահանդեսային պարերի, նա է եղել սկզբնաղբյուրը, որ դրանից հետո զարգացել է եւ հիմա այդպիսի մեծ տարածում ունի պարահանդեսային պարերը։ Բարեկամություն Նորայր Մեհրաբյանն էլ չէ, էլի բարեկամություն։ Եվ նաեւ Նորայր Մեհրաբյանի բարեկամություն համույթը կա, դրա համար շատ անգամ թուրիմացություն է լինում, թե ինչն է պատճառը եւ ինչու համար է խումբը այդպես կոչվում։ Դա ուղղակի երախտագիտություն է եւ մի մասնաճյուղ է
Լոս Անջելեսում իր երախտագիտություն ընկերոսիկի այդ մեծ աշխատանքի, որ ես իմ առաջին քայլերն եմ արել այնտեղ որպես մանկավարժ։ Ապրես որ շնորհակալ մարդ ես, էլի դու գնահատում ես իշո, մարդկա մոռանում են, անշնորհակալ մարդիկ էլ կան, մոռանում են ախար որտեղից է գալիս, ով ա եղել իրանց կողքին, որ իրանք հասել են այդ մակարդակին, բան։ Այդ շատ լավ է, այդ որ շատ լավ է, որ հիշում ես եւ ամեն ինչ։ Եվ ես ինձ շատ երջանիկ ու լավ եմ զգում, որ իմ հաղորդման ժամանակ օրինակ այսօր հնչեց Նորայր Մեհրաբյանի անունը, որտեղ իսկապես նա շատ մեծ խոսք կա լավ հայկական, ամագ ունի մեր հայկական պարարվեստում, իսկապես խումբ էր պահում ու հաստորեն էր պահում ու արդյունքը երևում էր, լավ ղեկավար, լավ մասնագետ իր գործի եւ հրաշալի մարդ, իմ լավ, իմ ավակ ընկերը։ Ես ուզում եմ ուղղակի ավելացնել, որ Նորայր Մեհրաբյանը ինձ համար մանկավարժ կամ քորեգրաֆեր, ավելի բալետմեստերի օրինակ է, որ ես իմ երազանքն էր համալսարանը ավարտելուց հետո մաս կազմեի եւ ընդգրկվեի բարեկամություն համույթում ապրելու համար, բայց դեպքերը այլ գտնվեցին եւ մենք հայտնվեցինք այստեղ։ Այնպես որ ես իրոք շատ գնահատում եմ Նորայր Մեհրաբյանի արված աշխատանքը։ Ես էլ ավելացնեմ քո խոսքին, իրան էլ ցանկանում եմ շատ մեծ առողջություն ու հաջողություններ։ Առաջերտին առողջություն։ Լավ, ինչ ապագա ծրագրեր կան։ Մենք հələ երկրորդ մասում կխոսենք մեր իրար հետ համատեղ մեր աշխատանքի մասին, բայց ընդհանրապես անսամբլի հետ կապված ինչ ապագա ծրագրեր ունես։ Ստուդիան արդեն 25 տարի գործում է եւ այս տարի մենք մեծ ողջավորությամբ սպասում ենք մեր գալիք աշնանը տեղի ունեցող 25-ամյակին նվիրված համերգին, որը պետք է տեղի ունենա Դոլբի հանրահայտ թատրոնում։ Շատ ողջավորված ենք եւ ղեկավարներս եւ պարուսույցները, աշակերտները, ծնողները մեծ ողջավորությամբ պատրաստվում ենք նոր կոստյումներ, նոր համարներ, գեղեցիկ ծրագիր, գեղեցիկ շոու ծրագիր է լինելու, ովքեր որ մեր համերգներին ներկային եղել եւ մեր ծրագրերին ծանոթ են, յուրաքանչյուր տարի թեմատիկ է լինում մեր համերգները, բայց այս տարի բուն նվիրված է մեր 25 տարվա գործունեությանը, հետաքրքիր սցենարով գծագրված ծրագիր է լինելու, շատ պրոֆեսիոնալ մասնագետներ են ընդգրկված, Արթուր Նեմանոկյան լինելու մեր համերգային ռեժիսորը, ամեն ինչ չենք խնայում, որպեսզի այդ օրը համերգը կայանա եւ տեղի շատ մեծ տպավորիչ հիշողություններով հեռանան հանդիսատեսը։ Շատ լավ, ապա կարևորը դա է, որ գոհ լինեն, ամենակարևորը գոհ լինեն, բայց ի՞նչն է հետաքրքիր, որ դուք ազգովի միջև Դոլբի ցածր սրահ լինում է ելույթ չեք ունենում, էլի։ Ես Վարդան Գևորգյանով ողջավորված եւ այսպես համարձակ քայլերով փորձում եմ գնալ իրենց հետևից, նրանք իմ վառ օրինակն են եղել, այսպիսի բազմահազար երեխաներին կրթելը հեշտ չէ, ես ինքս այդ աշխատանքն անում եմ, դա մեծ գործ է եւ ես պատկերացնում եմ այդ ծավալուն աշխատանքի կարեւորությունն ու դժվարությունը։ Եվ 25-ամյակին ընթരാճ մենք անցյալ ամռանը առաջին անգամ գտնվեցինք Հայաստանում, շատ մեծ հիշողություններով, շատ վառ տպավորություններով վերադարձել ենք, երկու համերգ ունեցանք Հայաստանում, մեկը Գյումրիում էր Աճեմյան թատրոնում եւ մյուսը օպերայի թատրոնում էր, շատ էմոցիոնալ, շատ վառ հիշողություններով եւ ծնողները եւ երեխաները վերադարձել ենք։ Գյումրիի համերգը շատ էմոցիոնալ էր, շատ զգացմունքային էր ինձ համար, քանի որ ես 88 թվականին Գյումրիից վատ հիշողություններով եմ դուրս եկել, կորցնելով տուն, քաղաք։ Որ թվականին? 88 թվականին։ Երկրաշարժի մասին եմ ուզում խոսել, վատ հիշողություններով ենք դուրս եկել, կորցնելով տուն, աշխատանք եւ հատկապես իմ քույրիկին այնտեղ կորցնելով դպրոցում, մենք այդպես վատ հուշերով դուրս ենք եկել եւ շատ տպավորիչ էր եւ զգացմունքային, որ ես վերադառնում էի եւ ինձ հետ տանում էի մի մեծ բանակ եւ գիտակցում էի, որ դա եթե ես փրկվել էի այդ քիչ երեխաներից, այսինքն մեր դպրոցը շատ ավիրված դպրոցներից մեկն էր, եթե ես դրանցից մեկն էի, որ փրկվել էի, ուրեմն ինձ առաքելություն կար, որ ես պետք է կատարեի եւ մեծ հպարտությամբ ինձ հետ տանելով այդ երեխաների բանակը շատ վառ փայլուն համերգ ունեցանք եւ դա ամենազգացմունքային պահերից մեկն էր։ Էլ չեմ ասում օպերայի համերգը, որ դա մեր երազանքն է եղել, անգամ օպերայի բեմում մենք ինքներս ելույթ ունենանք, որ մնաց մենք օտար երկրում այսպիսի
մեծ սփյուռքում մեծացած երեխաներին աշխատանք կատարած տանում ենք եւ ներկայացնում ենք բարձր որակով։ Բոլորը շատ տպավորված էին, շատ լավ արձագանք են ունեցել եւ անհամբեր սպասում են մեր մյուս վերադարձին։ Լուսինե ջան, հիմա դու ինչպես գիտես, մեր ծրագիրը 3 մասից է բաղկացած, առաջին մասը ավարտվեց, շատ գեղեցիկ։ Ես հիմա անցնեմ գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, շատ տաղանդավոր պարուսույց, ղեկավար եւ ահա այս Սփյուռքում մեծ հաջողությունների ասած իր խմբով մեր Լուսինե Գևորգյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Լուսինե Գևորգյանի հետ։ Լուսինե Գևորգյան ջան, տես հորեղբայրդ Վարդան Գևորգյան, մեծ բարի վարպետ, հորաքրոջը աղջիկը Արմինե Աղաջանյան, նույնպես վարպետներ, մեծ պարարվեստի, այսինքն ձեր ցեղով բոլորդ համարյա պարող, հայրիկը չէ, բարիելի գծով էր բա։ Այո, հիմքը հիմա դու Վարդանի հետ, այն մյուս Վարդանի հետ Աղաջանյան, Արմինեի հետ դու խորհրդակցում եք, իրար հետ նստում եք, տալիս առնում եք, ինչ-որ դու նրանցից խորհրդացում եք, չէ՞ որ նրանք քո ավակ չէ սերունդի ներկայացուցիչներն են։ Մինչև սա էլ մենք որ հավաքվում էինք տատիկիս տանը, պապիկիս տանը հորական, մենք մի փոքր ուղակի ճաշկերույթը վերածվում էր համերգի, որովհետև բոլորս պարարվեստի մեջ էինք։ Իսկ այժմ երբ որ հավաքվում ենք հորեղբայրս ինչ որ միջոցառում է կամ միտեղ հավաքվում ենք հորեղբորս տանը, հումոր է անում, ասում է պարարվեստի միությունն է հավաքվել, որովհետև արդեն 3 հարազատներով որ հավաքվում ենք, յուրաքանչյուրս մեծ պարախումբ ունենք եւ մեծ բանակ ենք հետևից ներկայացվում։ Անպայման խորհրդակցում ենք, քննարկում ենք, ամեն դեպքում ինչ էլ որ կազմակերպվում է համաձայնեցնում ենք մեկս մեկիս հետ, որ մեկս մեկից չխանգարենք։ Իրար օգնում եք, լրացնում եք։ Նայ, մենք հիմա ես եւ դու քո խմբի հետ միասին ելույթներ ունենք հունիսին Հունաստանում։ Ամսի 20-ին, հունիսի 20-ին ես եմ ելույթ ունենալու իմ ծրագրով, լրիվ ես եմ մի ժամ 50 րոպե, իսկ մյուս համերգը 22-ին արդեն Աթենքում ես բանում եմ ելույթ ունենալու Սալոնիկի։ Եվ մյուսը Աթենքում ես եւ քո անսամբլը, հրաշալի անսամբլը իրար հետ ելույթ ենք ունենալու Աթենքում։ Ես կուզենամ երկու բառով ասես ինչ եք ներկայացնում, շատ կարճ, որտեղ հիմա մենք տեսանյութն էլ կնայենք։ Անպայման։ Հայաստանի հաջողություններից հետո մեր հաջորդ պլաններն էին գծում այս ամառվա համար եւ MC Music Group-ը առաջարկեց ճամփորդություն։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայկին, Ալկիսին, որ կազմակերպել է եւ այս ամբողջ շրջագայության հեղինակն է։ Շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ մշակված ծրագիր են կազմել, որ բացի այն, որ մենք համերգով ելույթ պետք է ունենանք միասին, նաեւ պետք է շրջագայեն եւ իրենց արձակուրդը անցկացնեն մեր ծնողները եւ երեխաները, ովքեր մաս են կազմում։ Այո, Աթենքում հունիսի 22-ին տեղի ունենալու մեր համերգը համատեղ, շատ ուրախ ենք եւ երբ իմացանք, որ դուք եք մեզ հետ մասնակցելու, համագործակցելու ենք միասին, քանի որ ձեր արվեստը եւ մշակույթը շատ բարձր են գնահատում։ Գեղեցիկ ծրագիր է պատրաստված, տարբեր ոճային, լիրիկական եւ ավելի տղաների մարտական պարերով կազմված գեղեցիկ հայկական ծրագիր, ինչքանով որ մեզ ներկայացնում են, որ Հունաստանում նմանատիպ համերգներ շատ քիչ են լինում եւ կարոտացեն մարդիկ, սպասում են կարոտացեն եւ ի ուրախություն մեզ մենք տեղեկանում ենք, որ տոմսերը շատ արագ սպառվում են եւ հետաքրքրությունը շատ մեծ է, բոլորը ոգևորված են եւ անհամբեր սպասում են այդ օրվան, այնպես որ ովքեր որ բնակվում են Հունաստանում եւ ցանկանում են մաս կազմել, ներկա լինել այդ համերգին, անպայման հեռախոսահամար կտրվի միգուցե, որ իրենք կարող են կապվեն այդ Այո, 22-ին դուք եք, ամսի 20-ին էլ ես եմ Սալոնիկիում։ Սալոնիկիում։ Այնպես որ Մեզ հաջողություն եմ ցանկանում։ Ես այսքան ժամանակ Հունաստանում առաջ անգամ եմ ելույթ ունեն, ես երբեք ելույթ չեմ ունեցել։ Դուք էլ չէ երևի առաջին։ Մեր առաջին ելույթն է եւ շատ ողջավորությամբ եւ համոզված եմ շատ հաջող ելույթ է լինելու, որովհետեւ սա մեզ համար շարունակական է դառնալու։ Մենք արդեն հաջորդ տարիները պլաններ ունենք ուրիշ երկրներում շրջագայելու, հենց MC Music Group-ն է կազմակերպելու։ Այնպես որ այս տարվա հաջողություններից հետո համոզված եմ մյուս տարի Ֆրանսիա եւ Իսպանիայի ծրագրում դա էլ իրականացնենք եւ ուրախ եմ, որ
այն սերունդը, որ հիմա հաճախում է մեզ մոտ, կարողանում է օգտվել այս հնարավորություններից։ Լուսինե ջան, դե հիմա մենք անցնենք տեսանյութերին, չէ՞։ Սիրով դիտենք քո այդ բարախմբի տեսանյութերը, հետո նորից շարունակենք մեր զրույցը։ Գնացինք։ Los Angelesi բարեկամություն, բարի համույթի հոբելյանական երեկոն հայտարարում ենք բացման։ As a dancer, I could tell you the most beautiful story without saying a word. That's my power. Լուսինե ջան, շատ հետաքրքիր էր, շատ գեղեցիկ էր, ես շատ մեծ բավականություն ստացա։ Հիմա անցնենք մեր գովազդին, որից հետո շարունակեմ իմ զրույցը Լուսինե Գևորգյանի հետ։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս մեր Լուսինե Գևորգյանի հետ։ Լուսինե ջան, քո ամուսինը հայտնի բռնցքամարտիկ, բոլորը նրան ճանաչում են, սիրում են եւ շատ լավ բռնցքամարտիկ ա եղել, այն ժամանակվա սովետական միության չեմպիոն։ Ես կուզենայի մեր երկու խոսքով Արսենի մասին ասեիր, ինչով է հիմա զբաղվում։ Բռնցքամարտին զուգահեռ Արսենը ավարտել է մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը եւ շատ լավ նկարում եւ քանդակում է։ Այժմ իր մասնագիտության շատ հեռու չի գնացել եւ հին ապրանքները ավելի մշակում, վերանորոգում
նմանատիպ ապրանքներ է վերանորոգում եւ շատ անգամ նաեւ վաճառում է այն մարդկանց, ովքեր սիրում են հին ապրանքներ հավաքել։ Շատ լավ է։ Հիմա գիտես ինչ, անցնենք մեր դու նախորդ գիտեիր, որ իրական պատմություններ պատմեիր մեր կողմից, կապված ասենք հենց Օսիկի հետ, հենց քո ուսանող տարիներին, թե համերգներից առաջ, համերգներից հետո քո կյանքում իրական պատմություններ եւ մեր կողմից անեկդոտ։ Խնդրեմ, լսում եմ քեզ։ Ծիծաղաշարժ դեպքեր շատ են եղել, կարևորը որոնք են տպավորվել, եթե ընկեր Օսիկի հետ են կապում, հիշում եմ ընկեր Օսիկը առաջին իրավունքը, որ տալիս էր ես դասը անցկացնեի, հատուկ թողնում էր ինձ դալիճում այդ բազմահազար երեխաների մեջ եւ դուրս էր գալիս, երբ որ անցան շատ ամիսներ, հետո ինձ այդպես հիշեցնում էր, որ հիշում եմ քո առաջին օրերը, թե ինչպես է իր դե մենք շեշտ ունենք, չէ, երբ որ հայտարարում ենք սկսեցինք, ասում էր այնքան կամաց է իր շեշտում այդ վախեցած, այն որ անփորձ, ասում եմ մի քանի ամիս հետո էտին ավելի համարձակ էր, ավելի հնչյուն էր ու դա իմ համար մեծ բան էր, որ իմ վարպետը արդեն այդպեսի գնահատեց այդ ամենը, իսկ ինչ վերաբերվում է այստեղ ես վաղ տարիքից եմ սկսել դասավանդել եւ տարիքից միշտ ավելի փոքր եմ երևացել եւ երբ որ խումբը ունեինք եւ ծնողները բերել էին երեխաներին ընդունելու մոտեցա ընթառաջ գնացի որպեսզի դիմավորեմ եւ ինչով կարող եմ օգտակար լինեմ բա աղջիկ ջան քո ղեկավարին կանչի խնդրում եմ ասեցի ինչով կարող եմ օգնել լսում եմ ձեզ բայց չէ քո ղեկավարին գնա կանչի մենք քո ղեկավարին ենք ուզում տեսնել վերջը մինչև որ հասկացա որ ես եմ ղեկավարը եւ հենց Պարուսիցը ով որ պետք է դիմավորեր իրենց նոր ավելի երևի հասկացա որ ճիշտ մարդու հետ է խոսում եւ մի դեպք էլ փոքրիկների հետ է կապված քանի որ համերգների ժամանակ երեխաներին մի փոքր շուտ են կանչում երեխաները գալիս են փորձերին եւ հոգնում են գերհոգնած վիճակ է լինում մենք մի պարային համար ունեինք, որ երեխաները քնից արթնանում էին, պարում էին եւ ավարտին նորից պետք է քնեին։ Եվ այդ ավարտի ժամանակ, երբ որ բոլոր երեխաները պարկեցին քնելու, այդ փոքրիկներից մեկը քնեց ինքն էլ, բայց երբ որ լույսերը անջատեցին, այդպես էր որոշված, որ երեխաները լույսը անջատելուց հետո պետք է բեմից դուրս գան։ Բոլոր երեխաները դուրս եկան, այդ երեխան մնաց քնած։ Եվ բոլորի համար, ծնողների համար էլ արդեն հայտնի էր, որ երեխան քնած է մնացել։ Կարող է մտածեին, որ հենց համարն է այդպես բեմադրված է։ Բայց այդպես լույսերը անջատեցին, ես թաքուն մտա, գրկեցի, բերեցի, sense տաքուկ ինքն էլ գրկեցին ու ավելի օրիգինալ հիմա այդ բալիկը երևի մեծ մամա է դարձել, անգամ երևի ինքը ունի բալիկներ, դա վաղուցվա պատմություն է, միգուցե երևի առաջին համերգային տարիներն են եղել, որ խումբը ստեղծվել էր։ Հա, բալիկներից խոսքը գնաց, նաև քո տղաների մասին, տղաներ, չէ, տղա եւ աղջիկ ունեմ։ Նրանք էլ չէ, բարով են սպառել։ Նրանք էլ ծնվել մեծացել են ստուդիայում, արդեն իրենք էլ մաս են կազմում ստուդիային, անբաժան մասն են, դասավանդում են, երկուսն էլ ինձ հետ են, իմ կողքին են եւ իմ գործը շարունակողներն են լինելու եւ ուզում եմ նշել իմ թորնիկի մասին, փոքրիկ Սոֆիայի, ով մի փոքրիկ արդեն իր անկյունը ունի մեր ընտանիքում, մեր աշխարհն է, մեր ուրախությունն է, որ էներգիա է տալիս, ինչքան էլ հոգնած լինենք, իր փոքրիկ այդ ձայնային ելևեջներն ու իր խաղիկները, որ մենք մեզ հետ անցկացնում են, դա մեզ ոգևորում եւ նոր էներգիա է տալիս։ Եղավ Լուսինե ջան, անեկդոտ էլ պատմիր։ Դու գյումրեցի մարդ ես, հնարավոր չի որ դու գոնե մի հատ անեկդոտ չկարողանաս պատմել։ Անեկդոտներից այդքան վարպետ չեմ, սիրում եմ լսել ու դուք հատկապես դուք դրա վարպետն եք, ձեր հետ մրցակից հնարավոր չի լինել։ Ոնց ես պատմեմ մի հատ, հետո դուք պատմես մի հատ։ Դուք պատմեք։ Այն որ կատուն եք մական հետևից մուկը վազելով չգիտի ինչ անի, կատուն գալիս է, շնորհակալի տեն վազելով գալիս է, վերջի մի հատ անցք է գտնում, մտնում է այդ անցքի մեջ։ Ես կատուն գալի ու սենց կանգնում է այդ անցքի մոտ։ Մեզ մուկը մի քիչ հետո գլուխը բարձրացնում, ու տեսնում այնտեղ կանգնած ալա։ Մի քիչ անցման նորից գլուխը բացում նայում է տեսնում կանգնա առասպես էս բան կլի ասում ես հետո ես այսօր ստեղ կմնամ դու պետք է ասնեմ սերիալ պետք է նայեմ նորից գլուխը հանում է դուրս տեսնում էլի կատուն կանգնացած սկսում է շան նման հաչալ էս մուկը կատուն ես որ լսում է վախեցած փախտում է այդ անցքի մոտից մուկը դուրս է գալիս ասում է արա դե լավ բան էլի օտար լեզու իմանալը շատ հաճելի ինչ որ ինձ հետաքրում էր ես այսօր քեզանից իմացա բայց կարող է կա մի թեմա կամ մի հարց որի մասին դու կուզեիր խոսել
Կարծում եմ ավելի կարևոր ինֆորմացիան ինչ որ պետք էր խոսել ենք, բայց եւ ունենք լավ ծրագրեր ապագայում ստուդիայի հետ կապված շարունակական այսպես լավ ծրագրեր ունենք։ Հույս ունեմ գալիք յուրաքանչյուր տարի տարբեր ձևերով ստուդիան հանդես կգա եւ հանդիսատեսի սերն ու վստահությունը կիրականացնի։ Ես էլ վստահ եմ, որ մեր ելույթները Հունաստանում շատ լավ պիտի ստացվեն, թե իրար հետ մեր ելույթը, թե առանձին իմ ելույթը, որովհետեւ իսկապես առաջին անգամը եւ ես էլ մեծ հավեսով եմ գալիս ու անհամբեր սպասում եմ այդ օրվան, երբ դի գնանք։ Դե ինչ, գիտես ինչ, մենք համագործակցում ենք Քենեթ Վիլիջ ծաղկի սրահ կա, Քենեթ փողոցի վրա։ Հետաքրքիր շատ գեղեցիկ ծաղկե փնջերով են պատրաստում մարդիկ, նաև շոկոլադներ են վաճառում, նաև նկարներ, որ իրանք են նկարում, շատ գեղեցիկ նկարներ։ Եվ նրանց կողմից ես ուզում եմ քեզ հանձնել մի համեստ ծաղկե փունջ, նրանց կողմից եւ մեր կողմից։ Եվ եզրափակել մեր այսօրվա սրույցը։ Մինչև ծաղիկը ես ինքս նվերներով եմ եկել, քանի որ մենք Հունաստանի ճամփորդությունից խոսեցինք։ Ես ինձ հետ բերել եմ այն այդտեղից ցույց տու հենց։ Հա, այն մայկաներն եմ բերել, որոնք բոլորը ճամփորդողները, ովքեր որ մասնակցում են այս ճամփորդությանը, այս մայկաները պետք է հագնեն։ Ես նվիրում եմ ձեզ եւ մի հատ էլ օրինակ բերել եմ Մելանիայի համար, խնդրում եմ փոխանցեք, որ մենք բոլորս միանման կերպով կարողանանք այս թիշերտներով ներկայանանք Հունաստանում կայանալիք մեր համերգին։ Շատ շնորհակալություն դիր այդտեղ, շատ զգացված եմ, շատ ապրես, իսկ հիմա հանձնեմ ես մեր ծաղիկները։ Խնդրեմ։ Շնորհակալություն, որ եկար, հաջողություն քեզ։ Շնորհակալություն։ Բարևներ ընկերոջս։ Անպայման, շնորհակալ։ Հաջողություն ձեզ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում մեր շատ սիրելի Լուսինե Գևորգյանի հետ։ Հիմա ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Մաքուր պահիր խիղճդ, մի օր ամեն ինչից փախչել կկարողանաս, իսկ խղճիցդ ոչ։ Այսքան է բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Քերի ջան, անհանգիստ ես երևում, ի՞նչ ա պատահել։ Թող աղջիկ ջան, հեռախոսի համար եմ, ման գալիս չեմ գտնում։ Ում հեռախոսի համար եմ։ Կնոջս նախկին ամուսնու հեռախոսի համար եմ, ման եմ գալիս չեմ գտնում։ Կնոջդ նախկին ամուսնու համար ինչ ես անում։ Այ աղջիկ ջան, ուզում եմ զանգեմ իմանամ, ո՞նց է սրանից ինքը պրծել, ցավը տանեմ, ո՞նց է պրծել սրանից։